Ցանկանում եք պատրաստել բրոկոլի յուրահատուկ տարբերվող բաղադրատոմսով, ուրեմն ճիշտ տեղում եք։ Սնկով, գունավոր պղպեղներով և ֆունչոզայով պատրաստված բրոկոլին համարվում է ամենաօգտակարը և դիետիկը։ Դե ինչ ժամանակ չկորցնենք և անցնենք պատրաստման գործընթացին։ Այս տարբերակով պատրաստված բրոկոլին կարելի է մատուցել որպես տաք ուտեստ կամ որպես աղցան։ Երկու եղանակով էլ շատ համեղ է ստացվում։ Մեզ անհրաժեշտ է մոտ կես կիլոգրամ բրոկոլի, որը լավ լվանալուց հետո բաժանում ենք մանր ծաղկաբույլերի և լցնում ենք աղաջրի մեջ։ Աղաջրի մեջ թողնում ենք մոտ 10-15 րոպե, այդ ընթացքում նախապատրաստում ենք մնացած բաղադրիչները։ 100 գրամ ֆունչոզայի վրա լցնում ենք եռման ջուր, այնքան, որ ամբողջությամբ ծածկի, այսպես թողնում ենք 3-5 րոպե։ Գույներով C վիտամինով հարուստ աղցան ստանալու համար մեզ անհրաժեշտ է տարբեր գույների մի քանի հատ պղպեղներ։ Ես վերցրել եմ կարմիր և կանաչ գույն ունեցող պղպեղներ, կարելի է օգտագործել նաև բուլղարական պղպեղներ, ըստ ցանկության։ Հեռացնում ենք սերմնատուփերը և երկարությամբ այսպես բարակ-բարակ շերտատում ենք։ Անհրաժեշտ է նաև 250 գրամ մարինացված սունկ, որ ես բաժանում եմ մի քանի մասի։ Թարմության նրբերանգ հաղորդելու համար մանր կտրատում ենք մի փոքր փունջ համեմ։ Մինչ բաղադրիչները կտրատեցինք, ֆունչոզան արդեն պատրաստ է, ինչպես տեսնում եք շատ արագ է ստացվում։ Հեռացնում ենք ավելորդ հեղուկը և որպեսզի ճաշակելիս հարմար լինի, մկրատի օգնությամբ այսպես մի քանի տեղից պարզապես կտրում ենք։ Թավայի մեջ լցնում ենք մի փոքր բուսայուղ, թողնում ենք լավ տաքանա, այնուհետև ավելացնում ենք մանրացրած պղպեղը, տապակում ենք ընդամենը 2-ից 3 րոպե։ Երկար տապակելու անհրաժեշտություն չկա, պղպեղը ուտեստի մեջ պետք է մնա մի փոքր խրխրթան։ Բարեկամներ, եթե առաջին անգամ եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Պղպեղի վրա ավելացնում ենք մարինացված սունկը և տապակում ենք ևս 1 րոպե։ Քանի որ բաղադրատոմսի մեջ օգտագործում ենք սոյայի սոուս, սոխ և սխտոր ես չեմ ավելացնում։ Եթե ցանկանում եք, դուք կարող եք օգտագործել։ Մինչ սունկը պղպեղի հետ կտապակվի, խաշում ենք նաև բրոկոլին։ Քանի որ բրոկոլին ջերմազգայուն բույս է, այն գցում ենք անմիջապես եռման ջրի մեջ և խաշում ենք ընդամենը 2 րոպե։ Չենք մոռանում ջրի մեջ ավելացնել մի փոքր աղ։ Որպեսզի պահպանենք այս գեղեցիկ հագեցած գույնը, 2 րոպե եփելուց հետո բրոկոլին գցում ենք սառը ջրի մեջ, այդպես եփելու պրոցեսը անմիջապես դադարում է, բրոկոլին մնում է մի փոքր խրխրթան և պահպանում է իր գեղեցիկ գույնը։ Ճիշտ պատրաստած բրոկոլին պահպանում է գրեթե բոլոր վիտամինները։ Ֆունչոզան և բրոկոլին ավելացնում ենք տապակի մեջ և մի լավ խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն։ Համեմունքներից ավելացնում ենք մի փոքր աղ և կարմիր կծու պղպեղ։ Քանի որ սոյայի սոուսը բավականին աղ է պարունակում, աղը ավելացնում ենք զգուշությամբ։ 3 ճաշի գթալ սոյայի սոուս, մի լավ խառնում ենք և վերջ։ Մեր գունագեղ, վիտամիններով հարուստ դիետիկ ուտեստը պատրաստ է։ Մնում է միայն մատուցել և վայելել։ Ինչպես տեսնում եք, այստեղ միայն առողջարար օգտակար բաղադրիչներ են և այնքան համեղ է ստացվում, որ նույնիսկ կարելի է պատրաստել ամեն օր։ Վերջում ավելացնում ենք համեմը և անուշ ենք անում։ Բարի ախորժակ։ Այս բաղադրատոմսով բրոկոլին պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով։ Շատ հետաքրքիր է, թե ձեզ մոտ ինչպես է ստացվել։
Դե ինձ սիրելիներս, այսօր էլ գունառատ, վիտամիններով հարուստ նման հրաշալի ուտեստի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս եղանակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։